Փաշինյանը պետք է մեկնի Թուրքիա, այնտեղ հանդիպում Էրդողանի հետ սպասվում, օրակարգը, ինչ օրակարգը արդեն Ես կարծում եմ, որ վարչապետի այցերի եւ դրանց օրակարգի վերաբերյալ մեկնաբանությունները ճիշտ կլինի, որ վարչապետի աշխատակազմը տա եւ ես այս պահին որևէ լրացուցիչ տեղեկատվություն այդ մասով։ Բայց տեղեկություններ կան ի վերջո գնալու է թե ոչ։ Ես նորից եմ ասում, այցերի վերաբերյալ տեղեկությունները պետք է տա վարչապետի աշխատակազմը եւ որևէ բան չէ։ Ես այլ հարց եմ տալիս, որպես իշխանական թիմի ներկայացուցիչ, գիտեք նման ինֆորմացիա թե չէ, ես շատ լավ գիտեմ ով է այցերի պատասխանեցի ձեր հարցին։ Չեն ասում ձեզ, ներողություն չեմ վերցրել թեման, այսինքն ԿՊ-ի ներսում, որ արտաքին ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվում, ձեզ չեն ասում։ Ինձ շատ տարբեր բաներ են ասում, բայց այնքանով որքանով որ ես պատասխանեցի բավարարվեք այդքանով համեց։ Պարոն Խանդանյան, անվտանգության խորհրդից այն կողմ, այս օրերին նաև մտահոգություններ են հնչում, որ այս հակամարտությունը կարող է նաև Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ որոշակի վտանգներ պարունակող գործողությունների մղել Ադրբեջանին։ Հայաստանը այս առումով անհանգստություն ունի, մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կարող է այս իրավիճակից օգտվել եւ իր պատկերացրած այդ ճանապարհի հարցը լուծել։ Գիտեք, բնականաբար ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես այսքան մոտ տարածաշրջանում, ի վերջո Հայաստանի սահմանակից հարևան երկրում են, բնականաբար առաջացնում են մտահոգություններ, որ կարող է ընդհանուր առմամբ անվտանգային իրավիճակը լարվի տարածաշրջանում։ Բայց ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման, ես պետք է շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ եւ լեգիտիմություն Հայաստանի վրա որևէ կերպ ագրեսիա սկսելու համար, ուստի անվտանգային միջավայրը բոլորովին տարբեր էր 2022-ին եւ 2025 թվականին եւ բացի այդ հիշեցնեմ, որ Հայաստան եւ Ադրբեջանը ունեն պատրաստի խաղաղության պայմանագրի տեքստ, որը Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր։ Բայց Ադրբեջանը պատրաստ է։ Դա Ադրբեջանի դիրքորոշման մասին գիտեք եւ Հայաստանը աշխատում է եւ շարունակում է բանակցությունները եւ քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար։ Այսինքն ռազմական գործողությունների հավանականությունն էս փուլում, եթե պատերազմը այն թվում շարունակվում է, չկա, ոնց է գնահատվում դրա հավանականությունը։ Ես նման գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ նորից կրկնել, որ նման ագրեսիայի որևէ առիթ պատճառ լեգիտիմ։ Պարոն Խանդանյան, հավելում ընդհանրեն օրեր առաջ այս լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին հիշեցնում էր Հայաստանին, ասում է մենք շարունակում ենք հստակ ակնկալիքներ ունենալ Զանգեզուրի Միջանցքի մասով այս ֆոնին լարվածության։ Դուք գիտեք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը ունի իր հստակ պատկերացումը եւ մեծ հաշվով դա խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ նաեւ Հայաստանը հստակ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան եւ Հայաստանից Հայաստան, այսինքն Հայաստանի կենտրոնական շրջաններից դեպի Մեղրի Նախիջևանի տարածքով անցման իր պատկերացումը, այդ պատկերացման եւ այդ առաջարկի դետալները վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նաեւ վերջերս Երևանյան երկխոսության իր ելույթի ընթացքում ավելի տեխնիկական դետալները եւ այս առաջարկի հետ կապված Ադրբեջանը մինչեւ օրս պաշտոնական արձագանք չի տվել։ Ես կարծում եմ, որ այս առաջարկը չափազանց լավ առաջարկ է եւ այս առաջարկը կլուծի ճանապարհների եւ կոմունիկացիաների բացման խնդիրը եւ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Պարոն Խանդանյան, այս Իրան-Իսրայել ֆոնին տեղեկություններ չկան արդյոք Հայաստանի անվտանգության խորհուրդը նիստ գումարել է թե արդեն պատասխան։ Ներողություն, ժողով ջան։ Հայաստանի կառավարություն եւ անվտանգության խորհուրդը պարբերաբար տարբեր ֆորմատներով քննարկումներ են ունենում եւ քննարկում են նաեւ տարածաշրջանային հարցերի խնդիրներին վերաբերող հարցեր։ Դուք հայ առաքելական այդ հնարավոր լարվածությունից բխող ռիսկերի ուղղությամբ աշխատանքները, այսինքն Հայաստանում գնահատվում են, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք շատ կոնկրետ ուսումնասիրում են իրավիճակը եւ գնահատում են ռիսկերը բնականաբար։ Այսինքն հայեր արվում են Հայաստանին հնարավոր վտանգները։ Բնականաբար։ Այսինքն անընդհատ տարվում է աշխատանք, ուսումնասիրվում է իրավիճակը, տրվում են գնահատականներ եւ հնարավոր հակազդման քայլերը։ Բայց այս պահին ես
ես այդպիսի ռիսկ այս պահին չեմ կանխատեսում, չեմ կարող որևէ ռիսկի մասին խոսել։ Պարոն Ղազարյան, այս թեմայի վերաբերյալ մեկ հարց ու արդեն որ գործընկերներ իրենց հարցերին, իսկ քննարկել են արդյոք իշխանությունները անհրաժեշտության դեպքում, քանի որ թե Իրանում, թե Իսրայելում մեծ համայնք ունենք հայերի, ինչ ծրագիր կա անհրաժեշտության դեպքում տարհանման նրանց։ Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն եւ կարծում եմ, եթե նման խնդիր առաջանա, արդեն ցավոք սրտի մենք ունենք այդ փորձառությունը, հա, տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին, օրինակ Սիրիայում օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու ու այս պահին նման ահազանգ չկա, բայց եթե լինի, արդեն Հայաստանի անպատասխան ինստիտուտները, գերատեսչությունները կարգավորեն։ Լավ, հասկացանք, ես էլ պիտի Հայաստանի հայրենակիցների մասով, որ մնացել են օդանավականում իրենց։ Այդ խնդիրը, եթե չեմ սխալվում, լուծվել է դա։